Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է տաղավարում, ես այսօր զրուցել եմ DSA խորհրդատվական խումբ ընկերությունների գործադիր տնօրեն ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ։ Պարոն Անանյան, բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Անանյան, մինչդեռ Ադրբեջանը խոզնավարում բարբերաբար կրակում է եւ հերքում դեպ, որ կրակոցները իրենցից են եղել, եւ մեր պաշտպանության նախարարությունը դա բավարար է համարում եւ որևէ անդրադարձ դրան չի կատարում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ տարածաշրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև էսկալացիայի լուրջ վտանգներ կա եւ իրենք փորձում են դա կանխել։ Մայիսի 28-ին Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պնդեց, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Ձեր գնահատմամբ ինչի վրա է հիմնված Փաշինյանի այս վստահությունը։ Ես կարծում եմ, որ դա ոչ թե վստահություն է, այլ ընտրած մարտավարության ու ռազմավարական նպատակի մարտավարական քայլ է։ Որն է ռազմավարական նպատակը։ Մինչև առաջիկա ընտրություններ, դա ամենայն հավանականությամբ հերթական ընտրությունները 26 թվականի հունիսի, իսկ որոշ սցենարների զարգացման պարագայում հնարավոր է նաև աշնանը լինի արտահերթ ընտրություններ, բայց հավանականությունը այնքան էլ մեծ չէ։ Ռազմավարական առումով մարտավարական քայլ ասելը նկատի ունեմ հետևյալը, որ ամեն ցանկացած գնով փորձ է արվում ձեռք բերել այդ փաստաթուղթը, որ իրենք ներկայացնում են որպես խաղաղության պայմանագիր։ Եվ իրենց վերարտադրության կամ վերարտադրման հիմքում դրված է հենց այդ գաղափարը։ Եվ քանի որ ինքը նպատակ ունի ձեռք բերել այդ փաստաթուղթը, եթե այդ փաստաթուղթը ձեռք չբերի, ըստ էության ինքը հասկանում է, որ վերարտադրվելու շանսերը գրեթե զրոյական են, այդ փաստաթղթի ձեռքբերման ռազմավարական այդ նպատակի իրագործման մարտավարական քայլերի թերթականության մեջ նաև այդպիսի պնդումներն են, որովհետև դա օրինակ այդպիսի պնդումը, այդ համոզվածությունը մարդկանց մոտ իր էլեկտորատի մոտ սպասումները ամրապնդվում են, որ այո, լինելու է խաղաղություն։ Ինչու, որովհետև ինքը բանակցում է խաղաղության պայմանագրի շուրջ։ Բայց չէ որ քաղցր բառը կամ մեղր ասելուց բերանը չի քաղցրանում։ Հիմա փաստն այն է, որ կան կրակոցներ, տուն է վնասվել, եթե չեմ սխալվում, 3 կենդանու էին վնասել։ Իրականությունը բոլորովին այլ է, այսինքն Գիտեք, համաձայն եմ ձեզ հետ, այդ իրականությունը մենք տեսնում ենք, դուք տեսնում եք, ես տեսնում եմ, բայց մենք ունենք չէ հիմնավոր կասկածներ, որ իրականության հետ կապված իրենց ընկալումները արմատապես տարբերվում են մեր ընկալումներից, որովհետև այդ իրականությունը իրենց համար այլ է եւ իրենք ըստ էության նաեւ նույնիսկ եթե լավ գիտակցում են թե ինչ է տեղի ունենում, իրենք կերտում են իրենց համար իրենց իրականությունը, հասկանում եք, եւ այդ կրակոցները խոզնավարի տեսնում եք, պաշտպանության նախարարը ինքը ինչ որ հայտարարություններ է անում, անհասկանալի, որ Ադրբեջանի կողմին բան են ներկայացրել, Ադրբեջանի կողմը ասել է մեր կողմից չի, եւ այդտեղ դրանով բավարարվում են, այսինքն իրենք համարում են, որ դա բավական է, իրենք հարցում են արել, ստացել են հարցման պատասխան։ Հասկանում եք, հետեւաբար իրականությունը կամ իրականության նկատմամբ իրենց ընկալումները այդ նույն ռազմավարական նպատակների իրագործման շրջանակներից են եւ բնականաբար այնպես չէ որ ամեն ինչ տեղի է ունենում իրենց համար, այսպես ասած, հաճելի կամ իրենց համար սպասված սցենարներով։ Լինում են եւ այնպիսի իրադարձություններ, որոնք իրենք փորձում են ինչ-որ մանիպուլատիվ կամ ինչ-որ էժան բաներով, խոսույթով կամ գործիքակազմով քողարկել կամ ցույց տալ, որ դա հաղթահարված է արդեն։ Իսկ հնարավոր համարում եք, որ որոշակի պայմանավորվածություններ լինեն այդ կրակոցներով մարդկանց մեջ վախ տարածելու համար եւ դրա արդյունքում որոշ հերթական զիջումներ նսպս անելու համար։
Կարծում եմ, որ Ադրբեջանի կողմից այդ կրակոցները հենց այդ նպատակն ունեն, այդպիսի նպատակ կամ այդպիսի էսկալացիա, այդպիսի իրավիճակ ստեղծելու նպատակ են հետապնդում, որպեսզի ժողովրդի մոտ լինի այդ լարվածության զգացողությունը։ Եվ լարվածության զգացողությունը այդպիսի շիկացած պահելը նաև որոշակիորեն կարող է նաև ձեռնտու լինել այսօրվա իշխանությունների վերարտադրման այդ ռազմավարական նպատակի իրագործման տեսանկյունից, որովհետև ինքը մի քանի անգամ ոչ վաղ անցյալում հայտարարել է, որ այո, իրենք այդ տրանսպորտային հանգույցները կամ Սյունիքի միջանցք կոչեցյալը այո տրամադրելու են։ Սա կառավարության ղեկավարը մամուլի հետ նաև որոշակի ճեպազրույցների կամ հարցազրույցների ժամանակ այդպիսի հստակ պատասխան է տվել։ Հետևաբար, եթե ֆոնը ուզում են ապահովեն, որ լարվածություն կա, նույնիսկ այդ ճանապարհների տրամադրումը այդ լարվածությունը նաև հաղթահարելու նպատակադրում ունի, այո, սա կարող է լինել այդ ռազմավարական նպատակի իրագործման ինչ որ մի, այսպես ասած, ֆոնային էֆեկտ։ Իսկ դուք տեսնում եք էսկալացիայի վտանգ։ Էսկալացիայի վտանգ կա, այո, կա, եւ պատահական չի, որ նաև Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատասխանատու պաշտոնյաները հայտարարում են դրա մասին։ Շատ հնարավոր է, որ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի որոշակի այդ հարցի շուրջ նաև կա որոշակի հասկացվածություն, այսինքն իրենք քննարկել են, որ կա այդպիսի վտանգ, եւ թե Ամերիկայի Միացյալ Նահանգներին, թե Ռուսաստանի Դաշնությանը այդպիսի էսկալացիա այս պահին պետք չի, որովհետեւ գիտենք, որ Թրամփի կամ Թրամփյան քաղաքականությունը բոլոր պատերազմներին վերջ տալն է, իսկ Ռուսաստանին ըստ էության այդքան էլ պետք չի երկրորդ ճակատ ունենալը այն աշխարհագրական տարածքում, որտեղ որ ինքը հավակնում է ունենալ կամ պահպանել իր ազդեցությունը։ Հետևաբար երկուսով կամ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գրեթե համատեղ այդպիսի հայտարարությունները իրենք ավելի շատ ունեն կանխարգելիչ նշանակություն ուղղված դեպի թուրքա-ադրբեջանական այդ տանդեմին, ոչ թե մեզ որպես հանրություն, ոչ թե մեր իշխանություններին որպես զգոնության կոչ, ոչ, դա ավելի շատ ուղղված է մեր հակառակորդներին, որ մենք հետևում ենք եւ դա մեզ պետք չի։ Հասկանում եք։ Եվ պատահական չի, որ նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը իր խոսույթում ելույթի ժամանակ դիմում է Իրանին եւ Իրանից է ըստ էության թույլտվություն կամ համաձայնության կոչ է անում, որ համաձայնություն տա Իրանը, որպեսզի Զանգեզուրի միջանցքը տեղի ունենա։ Այսինքն ամեն առումով հիմա ուշադրությունն ու գործողությունները մարտավարական ու ռազմավարական նպատակներ հետապնդող գործողությունները շիկացած են Սյունիքի շուրջ։ Շատ բանանյան, ուզում եմ անդրադառնալ այս օրերին, այսպես լայնորեն քննարկվող երևույթի, ես չեմ մեջբերելու Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի թիրախավորումները, գրառումները, այդ բառապաշարը, որն օգտագործվում է եկեղեցու եւ առանձին հոգեվորականների նկատմամբ, ուզում եմ հարցնել ինչու։ Գիտեք, եթե դա պատահական գրառում լիներ, կամ լիներ գրառում, որը եղել է ինչ-որ իրավիճակից բխող, կամ ասենքն հոգեկան անհավասարակշիռ վիճակում գտնվելու պահին ինչ-որ մի հատ այդպիսի դրսևորում, մենք թերևս կասեինք, որ հերթական ինչ-որ մի այդպիսի բան է։ Բայց եթե գրառումին հաջորդում է երկրորդ գրառումը, այդ գրառումին գալիս է ձեր հիշատակված առաջին տիկնոջ ըստ էության զորավիգ լինելու ցանկություն հետապնդող գրառումը, ու այսօր ազգային ժողովում իրենց խմբակցության որոշակի դեմքեր փորձում են արդարացնելու այդ բանին, գործին են լծվել, ինչպես դուք ասեցիք, սա նշանակում է, որ այս ամենի մեջ ոչ թե կա պայի ազդեցության տակ ինչ որ մի հայտարարությունների խմբականակ, այլ հստակ ծրագրավորված մի նպատակ, որն է այդ նպատակը արժեքների դեմ պայքար։ Թերևս հայ առաքելական եկեղեցին մնացել է վերջին ինստիտուցիոնալ կառույցը, որը լինելով
հոգևոր հաստատություն, եթե կարելի այդպես անվանել, թողնել են ինձ հոգևոր հայրերը, ինքը ազգային է իր ուղնուծոցով, որովհետև 1700 տարվա իր պատմության մեջ ինքը ժամանակագրական առումով ունի պատմական հիշողություն։ Ժամանակագրական առումով պատմական հիշողություն ունեցող ինստիտուցիոնալ կառույցը այսօր արժեքային վերջին պատվարն է։ Վերջին, այսպես ասած, բանն է, մոհիկանն է բարի ճակերտավոր իմաստով, եւ եթե այսօրվա իշխանությունները արժեքների, ազգային արժեքների եւ ակունքների դեմ պայքարը իրենց ռազմավարական նպատակների իրագործման մեջ շատ կարևոր ուղղություն են համարում, ապա սա նաեւ ես համարում եմ, որ սա ծրագրավորված, հստակ, սթափ ծրագրավորված եւ իրագործվող միջոցառումների մի այսպիսի համախումբ է։ Եվ չեմ զարմանում, որ սա նաեւ համընկել է կաթողիկոսի Շվեյցարիայում գտնվելու փաստի հետ, որտեղ ինքը որպես հիմնական բանախոս հրավիրված է Արցախյան թեմայով կրոնական կազմակերպությունների հետ համաժողով թե գիտաժողովին։ Հետևաբար սա կարող է նաեւ լինի թուրք-ադրբեջանական աշխարհի կողմից կոնկրետ հրահանգի շրջանակներում նաեւ իրականացվող ինչ որ մի միջոցառումների այդպես մի համախումբ։ Որպես շարունակություն ես ուզում եմ մեջբերել Փաշիզադեի Ադրբեջանի հոգևոր առաջնորդի դեռևս մայիսի 22-ին, եթե չեմ սխալվում, հայտարարությանը, որտեղ նա թիրախավորելով հայկական եկեղեցին ասում էր փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել Ուչմիադզին պատմական ադրբեջանական հողերում, որը նրանք անվանել են Էջմիածին եւ իրենց կրոնական տաճարները կառուցել են այն տարածքներում, որոնք իրենց հետ ոչ մի կապ չունեն։ Հետևաբար սա կարող ենք համարել, այսինքն Փաշինյանի այս հայտարարությունը արդյոք է ամենի տրամաբանական շարունակությունն է։ Տեսեք, թուրքական աշխարհը հստակ ինքնության ոչնչացման պատերազմ է, սրբազան պատերազմ է մղում մեր դեմ։ Եվ մենք, մեր իշխանությունները այդ նպատակի իրագործման սպասավորներն են։ Երևի թե այսքանով սահմանափակվենք, այսինքն այո, գնում է մեր ինքնության հիմքերի ոչնչացման ուղղված հստակ պատերազմ, սրբազան պատերազմ իրենց համար, իրենց տեսանկյունից։ Մեր իշխանությունները այդ սրբազան պատերազմի այդ մեր ինքնութենական հիմքերի ոչնչացման սպասավորներն են ըստ էության։ Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը դա չի էլ թաքցնում, չէ՞, ինքը ասում է, որ արժեհամակարգի, արժեքների փոփոխություն պետք է լինի, մենք պետք է ինչ-որ բաներ վերանայենք։ Տեսեք, մեր ողբերգությունը նրանում է, որ այո, ձեր մատնանշված գործիչը ինքը չի թաքցնում իր ոչ մի մտադրություն։ Գիտեք ինչու, որովհետև ինքը տեսնում է, որ ինքը անպատժելի է։ Ինքը տեսնում է, որ իրենց գործունեության, իրենց կոնկրետ գործողություններով պայմանավորված մեր պատմական հայրենիքի որոշ մասի կորուստը, մեր մոտ որոշակի, այսպես ասած, ինքնութենական հիմքերի քայքայմանն ու ոչնչացման ուղղող դրսից եւ արտաքին եւ ներքին այդ բոլոր ամեն ինչի հետ կապված մեր հայ ժողովրդի մի մասի բնիկների, արցախցիների բռնի տեղահանման հետ կապված այս իրադարձությունները ոչ մի համախմբման ծիլեր չարտնացրեցին ժողովրդի մոտ։ Եվ ինքը գիտի, որ այս մեկն էլ հայ առաքելական եկեղեցու դեմ այս արշավը ինքնութենական հիմքերի ոչնչացմանն ուղղված իր սպասավորական կեցվածքը եւ այդ գործողությունը, որ ինքը իրականացնում է, եւ այդ մտքերը, որ ինքը արտահայտում է, արժեքների սրբագրում, խմբագրում կամ զրոյացումը, որ ինքը դավանում է, այդ ամեն ինչը ինքը հստակ գիտի, որ այդ ամեն ինչը մարսելու է։ Ողբերգությունը նրանում է, որ իր այդ մտադրության կամ այդ զգացողության հետ կապված, որ ինքը մարսելու է այս ամեն ինչը, ողբերգությունը նա է, որ ինքը ըստ էության հաջողում է։
Պարոն, ով պիտի լինի այդ պատժողը։ Եթե խոսենք ժողովրդի մասին, ասում եք մարսեցին Արցախը, բայց մենք տեսանք, որ որոշակի ընդվզում կար, մարդկանց այսպես ինքնաբուխ հավաքներ կային, հիմա էլ կա որոշակի արձագանք։ Լավ, ինչ պիտի լինի։ Այդ ամեն ինչը համաժողովրդական չի։ Երբ որ ժամանակին մենք ասում էինք, որ այս հանրային ընդվզումները դրանք պետք է իրագործվեն ազգային ազատագրական պայքարի կանոններով եւ այդ հոգեբանությամբ եւ այդպիսի վճռականությամբ, մեր նպատակը այն էր, որ մենք պետք է մեր գործերով, մեր խոսույթով, մեր օրինակով կարողանանք բորբոքենք համաժողովրդական կամ հանրային, ընդհանուր հանրային այդպիսի ընդվզում։ Ցավոք սրտի այդպիսի համաժողովրդական ընդվզում կարծես թե չեղավ, թեև անցած տարի Սրբազան պայքարի շրջանակներում այո հանրության նիստված զանգված մայիսի 9-ին, մայիսի 23-ին, հունիսյան որոշակի օրերին որոշակի այդպիսի զանգված կար, մարդկային այդպիսի մեծ զանգված կար, բայց այնտեղ, գիտեք, թամաշա անողների քանակը շատ ավելին էր։ Հասկանում եք, երբ որ հստակ գործողությունների ծրագիրը ոնց որ թե այդքան էլ չի նշмарվում, երբ որ առաջնորդության հետ կապված առաջանում է որոշակի փակուղի հիշեցնող իրավիճակներ, զանգվածը, որը գտնվում է այդտեղ, չէ, ինքը դառնում է ոչ թե որոշակի ուժգնությամբ հարցեր լուծելու պատրաստակամության, ասենք այն լավա, այլ ինքը դառնում է որոշակի ունկնդիր հիշեցնող, пассив ունկնդիր հիշեցնող ինչ որ մարդկային զանգված։ Հասկանում եք, հետեւաբար ամենակարևորն այն է, որ այո, ժողովուրդը իր ցասումը արտահայտում է, բայց այդ ցասումը պետք է ունենա առաջնորդություն։ Առաջնորդության հետ կապված մենք ունենք շատ խիստ պակաս եւ դերակատարների, այսպես ասած, անձնազոհության պակաս։ Երբ ասում եք անձնազոհության պակաս, ուզում եմ հասկանալ, ինչ պիտի անեին, որ չեն արել, կամ դուք շատ հաճախ նոր ուժերի մասին եք խոսում, զրոյից սկսելու մասին եք խոսում, ինչու չեն գալիս այդ առաջնորդները։ Անձնազոհություն ասածս պետք է մի քիչ այս պահին մի քիչ փոխաբերական իմաստով հասկանանք։ Անձնազոհությունը դա այն է, երբ որ դու քո անձնական ներխմբային շահերն ու նպատակները դնում ես մի կողմ եւ լծվում ես միջև վերջ գնալու պատրաստակամությամբ, այսինքն երբ որ դու առաջնորդություն ես ստանձնում, դու դադարում ես կատարել հաշվարկներ։ Հաշվարկները, եթե կատարում ես, ուղղված են միայն այդ ձեռնարկը հաջողության հասցնելու, մարտավարական այդ ուղին անցնելու հետ կապված։ Բայց երբ որ դու առաջնորդությունը ստանձնում եւ արդեն որոշակի պատկերացումներ ունես, պատկերացումներ են քո մոտ գալիս, թե դու ինչպես պետք է կառավարես երկիրը, ինչպիսի պաշտոնեական բաներ պետք է բաշխես քո մտերիմներին, ինչպեսի, ասենք, որոշակի գործողություններ անես, որոշակի գործողություններին որոշակի ձեռնպահմանած, որովհետև դրանք կարող է անձնական որոշակի բաներ առաջնահերթություններ տան դիմացինին։ Այ երբ որ սկսում ես հաշվարկներ կատարելու, այդ հաշվարկները ուղղված չեն քո ձեռնարկը հաջողության հասցնելուն, դա նշանակում է, որ դու պատրաստ չես ճակերտավոր ասած անձնազոհության, այսինքն քո նեղ անձնական եւ խմբային շահերը պատրաստ չես զոհես համընդհանուր հաջողությանը։ Սա մեկ։ Երկրորդը նոր ուժերը, որոնք դուք ասացիք, որ ինչու չեն գալիս կամ որ գան ինչ պիտի անեն կամ զրոյից սկսեն, տեսեք, այսօր նոր ուժերը պետքա դիրքավորում ունենան։ Ասենք գալիս են, դիրքավորումը որն է, առաջինն նա է, որ իրենք ամենայն հավանականությամբ նախապատրաստվում են հերթական ընտրություններին, ու առաջիկայում տեղի ունենալիք ընտրություններին։ Հասկանում եք, եւ այդ ուժերն էլ, որոնք որ նախապատրաստվում են այդ իրադարձություններին, այդ ուժերն էլ որոշակի ռեսուրսներ ձևավորելու խնդիրներ ունեն։ Իմ ասածը, նայեք, այս ամեն ինչ որ տեղի է ունենում, օրինակ ես ակնկալում եմ հայ առաքելական եկեղեցու առաջնորդություն հենց հիմա։ Կան շարժումներ, կան իրավիճակներ, երբ որ քաղաքական հավակնություններ ունեցողները իրենք այս պահին կարող է եւ չկարողանան համախմբեն համաժողովրդական ցասումը կամ չկարողանան այս իրավիճակը կոնվերտացնել դեպի համաժողովրդական ցասումի։
Այստեղ է որ օրինակ այն անձիկ, օրինակ նաև եկեղեցու այն սպասավորները, որոնք որպես հոգևոր առաջնորդներ իրենք կարողացել են ժողովրդի մոտ առաջացնել այդպիսի բաներ, որ ժողովուրդը իրենց վստահում է, իրենց խոսքը լսում է, չէ՞։ Միգուցե հայ առաքելական եկեղեցին կարողանա ինչ որ մի առաջնորդություն ստանձնի եւ գնա առաջ։ Սա սոսկ մի բաներից մեկն է։ Իդեպ կա գնահատական, որ հենց եկեղեցին կարող է դա անել, որոշակի քաղաքական, այսպես առաջնորդություն ստանձնել հավակնող մարդկանց հետ։ Շատ ներողություն, այո։ Եվ սա է նաև պատճառը, այդ գնահատականը հենց շատ սառնասիրտ գնահատական է։ Այո, հայ առաքելական եկեղեցին միակ կառույցն է, ինստիտուցիոնալ միակ կառույցն է, որը կարող է այսօր համաժողովրդական ցասումը առաջնորդել։ Մնացած բոլոր ինստիտուցիոնալ կառույցները, դրանք լինեն հանրային շարժումներ, քաղաքական միավորներ, չէ, դրանք այսօր ձևավորում են իրենց առաջիկա քաղաքական պայքարի օրակարգերը, որոնք որ ճշգրիտ հաշվարկների վրա են կառուցվում։ Եվ կարող է նաև այնպես լինի, որ օրինակ այդ ճշգրիտ հաշվարկները կառուցելու կամ այդ հաշվարկներն անելու ժամանակ պահանջվող ժամանակը այնքան լինի, որ դու ուղղակի չունենաս այդ ժամանակը, ոչ թե դու, այլ քո երկիրը չունենա այդ ժամանակը։ Այսինքն երկիրդ ուղղակի կորցնի ինքը գոյություն ունենալուց։ Պետականության կորուստը ինքը այդքան էլ բան չի։ Հիմա եթե այսօր այս պահին հիմա մենք չենք տեսնում այդ ցասումը, որի մասին դուք խոսում եք եւ այն համաժողովրդական այսպես ընդվզումը, որ պետք է դրսևորվեր թերևս հանրահավաքներով եւ փողոցում լինելով, միգուցե կարելի է ենթադրել, որ մենք սպառել ենք, այսինքն բարբերական այդ կրկնվող շարժումները եւ այլն մարդկանց մոտ անվստահություն են առաջացրել եւ մենք սպառել ենք այդ ընդվզման ռեսուրսը։ Գիտեք, ես համաձայն չեմ այդ ձևակերպման հետ, ոչ թե համաձայն չեմ ձեր ձևակերպման հետ, այլ համաձայն չեմ այդ մտքի հետ, չեմ ուզում համաձայնվեմ այդ մտքի հետ, որովհետեւ չի կարելի օրինակ մտածել, ոչ թե ձեզ եմ ասում, այլ օրինակ մարդկանց ասում են, որ չի կարելի մտածել, որ դե եկանք մեզ չառաջնորդեցին, մենք էլ հուսահատվեցին գնացինք տուն, չէ՞։ Պետք է մարդ մտածի, թե մարդկային է ախր, չէ՞, ի վերջո։ Ոչ, չէ, գիտեք, մարդկային է, եթե խնդիրը վերաբերում է կոնկրետ հենց, ասենք, այդ մարդուն իրեն։ Ինքը կարող է հիասթափվի ինչ-որ երևույթից, որը իր նեղ անձնական առաջնահերթությունների հետ կապված խոչընդոտներ է պատճառել։ Բայց երբ որ խնդիրը գնում է վերաբերում է երկրին, ժողովրդին, հանրությանը, ինքնության պահպանմանը եւ գոյութենական խնդիրների հաղթահարմանը, այս սրանց հետ կապված իր հոգնելը, իր բանանելը, այսպես ասած, հիասթափվելը բան, դա նշանակում է, որ այո, երևի թե հանրությունն ու ժողովուրդը կորցրել է այդ ներքին ներուժը, այսինքն բանի գցելու, այսինքն շարժիչը բան անելու հնարավորությունը, ժողովրդի շարժիչը գործարկելու հնարավորությունները արդեն սպառվել են։ Հասկանում եք։ Ես չեմ ուզում դրա համար չեմ ուզում հավատալ կամ չեմ ուզում համաձայնվեմ ձեր հետ։ Եվ դա էլ չեմ ընդունում, որ ժողովուրդը մտածում է, եկանք ինչ արեցիք, կարող է բավարար չեք եկել։ Բավարար քանակի չեք եկել, ձեր գալը որակյալ չի եղել, թամաշայի կարգավիճակով եք եղել, ումից ես հոգնում, ժողովրդից ես հոգնում, հայրենիքից ես հոգնում, ումից ես հոգնում։ Այստեղ ժողովրդին ժամանակ առ ժամանակ մենք այսպիսի խոսքերով փորձում ենք ասենք, որ դու իրավունք չունես հոգնել քեզանից ու քո ինքնությունից, բայց միաժամանակ նաև առաջնորդություն ստանձնելու կարողություն եւ այդպիսի սպասումներ ձևավորած անձանց էլ ասում ենք, որ բա դուք ինչ եք անում, բա որտեղ է ձեր համախմբվելու ցանկությունները։ Ոչ մեկ չի ուզում այսօր համախմբվի, ինչու, որովհետեւ քաղաքական առումով այդ համախմբումները չեն բերում սիներգիայի, հասկանում եք։ Այսինքն տարանջատում դա էլ է հաշվարկ, հասկանում եք, դա էլ է հաշվարկ։ Եթե մեր միավորումը, մեր միասնությունը չի բերելու սիներգիա, մենք ինչու միավորվենք։ Դա քաղաքական հաշվարկներ է։ Եվ այլ հավասար պայմաններում, երբ որ դու չունես գոյութենական վտանգ, քո երկիրը գոյութենական վտանգների առջև չի, միգուցե քաղաքական գործընթացներում նման դատողություններ անելը նորմալ է։ Բայց երբ որ դու քո պետականության կորուստը այսօր տեսանելի է, սիներգիայից խոսելը
առաջնաբանի համախմբումներից բան անելը, ձեռնպահ մնալը, սպասելը, որպեսզի գործընթացները զարգանան, որ դու կարողանաս վերլուծություններ կատարես, դրանք մի քիչ բան են, հասկանում եք։ Դրանք այսօր չեն համապատասխանում այսօրվա արկա մարտահրավերներին։ Ինչ է պետք անել այդ դեպքում։ Գիտեք, Եվ դուք ինչ եք անում, օրինակ։ մենք անում ենք, մենք ասելով իմ նման մարդիկ ենթադրում են, որ իրենք ինչ որ մի բան ձեռնարկելու վրա են։ Գիտեք, շատ դժվար է, պատկերացրեք, ձեզ պատկերացրեք ու ինձ պատկերացրեք, որևէ տարբերություն չկա։ Հիմա դուք վերցրեք ձեր վրա։ Դուք ինչ կանեիք։ Այ ինչ որ դուք մտածում եք, դուք ինչ կանեք, ես նույն բանի մասին եմ մտածում, մտքով ունենալով, որ ես հանրային առումով մի քիչ ավելի շատ պատասխանատվություն ունեմ, քան դուք։ Որովհետև ժամանակին ես ունեցել եմ որոշակի հանրային ճանաչելիություն եւ մարդիկ ինձանից ավելի շատ են սպասում, քան օրինակ ձեզանից։ Իմ ու ձեր տարբերությունը նա է, որ իմ պատասխանատվությունն ու իմ, այսպես ասած, փնտրտուքը շատ ավելի լայն պետք է լինի ու շատ ավելի լայնախոհ, քան ձերը, բայց ելի եմ ասում, ոչ մի տարբերություն չկա։ Թե դուք ինչ կմտածեք, թե ես ինչ պետք է մտածեմ, ինչ ենք անելու։ Ես քաղաքական հայտ ներկայացնելու խնդիր չունեմ եւ այդպիսի նպատակ չունեմ։ Իսկ ես ներկայացրել եմ։ Դրա համար եմ ասում։ Շատերի մոտ այո կա այդ տպավորությունը։ Տպավորությունը կարա լինի, դա սպասումներն են։ Երբ որ օրինակ մամուլը գրում է, որ օրինակ կուսակցություն կամ ինչ որ քաղաքական միավորի ստեղծման ճանապարհով են գնում, միգուցե հա մենք մտածում ենք ինչ որ մի միավոր ստեղծենք, որ գնանք ինչ որ դերակատարում ունենանք, չէ՞։ Բայց դա հավատացեք, դա քաղաքական հայտը ներկայացնել չի։ Որովհետև այն ինչ որ մենք կանեինք կամ իմ նմանները կանեին կամ իմ նման մտածելակերպ ունեցողները կանեին, դա ոչ թե դասական առումով քաղաքականությամբ զբաղվելու հայտը ներկայացնել, հա, այլ ինքնամոռաց մխրճվել է մի process-ի մեջ, որտեղ որ դուք ու անելիքը ուղակի չես գնահատում որպես քաղաքական հայտի ներկայացում, թեև դա այդպիսի փաթեթավորմամբ է ներկայացում եւ այդպես էլ կա, բայց դա ոչ թե քաղաքական հայտի ներկայացում է, այլ այն է, որ այն ինչ որ դու պետք է անես, այն պատասխանատվության զգացողությունն է, որ դու ինչ որ մի բան պետք է անես։ Հետևաբար այս պահին մենք իրարից ոչ մի բանով չենք տարբերվում։ Այ դուք հիմա ինչ կանեիք։ Հիմա եկեք ես հարց տամ, դուք պատասխանեք։ Ինձ հետաքրքիր է, դուք ինչ կանեիք։ Հարցն այն է, որ եթե դուք նպատակներ ունեք, խնդիրներ ունեք, խնդիրներ եք տեսնում եւ դրանց լուծման ուղիներ եք որոնում, շատերը ասես միգուցե սպասում են ձեր ասած այդ նոր վժին եւ միգուցե սպասում կա ձևավորված նաեւ ձեր շուրջ։ Այդ սպասումներին դուք շատ լավ բան ասեցիք։ Այո, մենք ուղիներ ենք որոնում։ Այո, մենք ուղիներ ենք որոնում եւ այդ ուղիները որոնումը ինքը դասական քաղաքականությամբ զբաղվելուն միտված գործողություններ չեն։ Դրանք փնտրտուք են բառից բուն իմաստով, ինչպես որ դուք ձևակերպեցիք։ Այո, հենց դա է ուզում լսեմ, որ այն ինչ որ դուք կանեիք, ինչ որ մտածում եք, նույնն էլ մենք ենք անում։ Ուշանալու մտավախություն չկա, բան է, որտեվ ուշանալը եկեք sense ձևակերպել։ Մենք արդեն ուշացել ենք։ Այո, ուշացել ենք։ Ոչ թե մենք կոնկրետ ես ու իմ ընկերները, այլ ընդհանրապես մենք որպես հանրություն, բոլորը ովքեր որ իրականությունը վերափոխելու, փոփոխելու պատրաստակամություն ու երևի թե հնարավորություններ էլ որոշակի ունի կամ նման, այսինքն սպասումներ ա ձևավորել, բոլորն են ուշացել։ Բոլորն են ուշացել, որովհետև եթե մենք ուշացած չլինեինք, մենք այս վերջին մի քանի տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ կորուստներ չէինք ունենա, թե հայրենի տարածքների, թե արժե համակարգի, թե ընդհանրապես միջազգային ասպարեզում մեր պետության վարկի։ Այսինքն մենք անընդհատ կորուստներ ենք կրում, թե մարդկային, թե տարածքային, թե արժեքային։ Այսինքն մենք բոլորս ուշացել ենք։ Այն հարցը, որ այն բովանդակությամբ ինչպես որ դուք տվեցիք, այո, մենք էլ ենք գիտակցում, որ ինչքան շուտ մտնենք կամ ինչքան շուտ գտնենք մեր այդ պայքարի մեր ձևն ու բովանդակությունը, բնականաբար շատ ավելի լավ։
Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ զրուցում էի Դավիթ Այանյանի հետ, շնորհակալություն ուշադրության համար։